Երբ Սուրյո ժողովուրդը ըմպոստացավ այսედին թեմ եւ հեղափոխություն հայտարարեց, ես այն քիչ հայերեն էի, որոնք սադարեցին այդ հեղափոխության եւ ուզեցին, որ Ասադ շուտով հեռանա քաղաքական ասպարեզին։ Դժբախտաբար այդպես չեղավ։ Ասադ հեռացավ ի վերջո, բայց այդ երկար դարիներու ընթացքին, որ ինք մնաց իշխանության վրա, հազարավոր եւ տասնյակ հազարավոր ուսյալ դարեր, կարևոր անձնավորություններ եւ մտածող մարդիկ հեռացան նաեւ Սուրիայեն եւ ունեցանք այսօրվան Սուրիան։ Այսօրվան Սուրիան, ինչպես որ անգամ ես նշեցի, արիտ է հայերուն համար, որբեսի վերջնականապես կարգավորեն իրենց հարցերը։ Ինչպես այսինքն, անոնք, որոնք բادرազմի ընթացքին հարստացան եւ ցևը կդան հարստանալու, անշուշտ դուք գիտեք ինչ, պիսի ցևեր գլան բادرազմի ադեն, անոնք այդքան ալ մղված պիտի չլան Սուրիայեն հեռանալու, որովհետև դակավին այդ տրամին համը իրենց պերանի մեջն է, կխորհին թե ավելին գնան անել։ Իսկ խավ մգա, դժբախտաբար, որ կարողություն չունի շարժելու, հնարավորություն չունի մեկ կետեն մյուս կետեր տալու։ Այդտեղ անշուշտ ասկային ցավ մգա այդտեղ։ Վիճակ մնե, որ ցույց կտա, թե մենք ասկովին չենք կրծած ծրագրել այդպիսի հայերուն բադհամը ստեղծելու, դուրս գալու եւ վերահաստատվելու Հայաստանի մեջ։ Միլիոնավոր դոլարներ ծախսվեցան, որբեսի այդ մարդիկ հոմ մնան։ Միշտեր նույն տրամը կարելի է ծախսել եւ այդ մարդիկ կրնային քոնե իրենց զավակներուն համար նոր աբակամ ունենալ։ Հիմակվա թրությունը սակայն Սուրյո մեջ այնքան դժվար է, որ անկուշագելի է։ Շատեր պիտեսեն, որ սպասենք, բայց գմորնան, որ նույն բանը ասած էին անցյալին, գմորնան, որ նույն բանը ասած էին իրենց հայրերը անցյալին, երբ Սուրիա եւ Եգիպտոս միացյալ հանրապետություն կազմած էին, գմորնան, որ նույն բանը ասած էին իրենց մեծ հայրերը, երբ Ֆրանսան մեկնած էր, հեռացած էր Սուրիայեն։ Այս բոլոր դարիներուն ընթացքին Սուրիայում վիճակը օրստ օր է, դարվե դարվի վարացավ։ Երբեմն տնտեսական որոշ պայմաններու պատճառով, թրացի երգիներու խնդիրներուն պատճառով տնտեսությունը երբեմն ժամանակավոր ոստում արձանագրեց, երբ Լիբանանի մեջ քաղաքացիական պատերազմ եղավ, Իրաքի վիճակը վտանգվեցավ եւ այլն։ Այսինքն ներքին պատճառներով չէ, այլ արտաքին պայմաններու հետևանքով։ Հիմա փուրմա հայեր, որ մնացած են, չեն գնար անոնք դեսնել, թե քրիստոնյաներուն թիվը դասնամյակներու ընթացքին նվազած է, երբ 10% կազմած են քրիստոնյաները, ասկե 70 տարի առաջ, այժմ Սուրյո մեջ 2% կգազմեն։ Նույն դոգոսային վիճակը նաև կա Իրաքի մեջ եւ այլ երկրների մեջ։ Լիբանանի մեջ դակավին քրիստոնյաները ինչ որ հատկանշական ներկայություն ունին, որովհետև քաղաքական լծակներ ունին իրենց ցերկի մեջ, ուղագի իրենց ցերկի մեջ։ Մյուս երկրների մեջ ենթակա են։ Եվ հիմա Սուրյո մեջ այնպիսի մեծամասնությունը այլևս գիշխ է, որ 1400 տարվա փեր ունի, 1400 տարվա պատմություն կգրե, այնպիսի պատմություն, որ
Դաստամյակներու ընթացքին ճիշտ ծևով չէ փոխանցված։ Շատ մուտ գեդեր կան այդ պատմության մեջ, որ գեղեցիկ ծևով ներկայացված են։ Շբարի դակ ցկված են եւ այդ մուտ գեդերը մեջտեղ ելեն այժմ արիկն է այդ մուտ գեդերուն որ մեջտեղ կան եւ թիրախ բիլան այն մարդիկ որոնք 1400 տարի է վեր թիրախ դարձած են որոնք են անոնք եգրի փնիկները որոնց թիվը նոսրացած է եւ եգրի այն մարդիկը ինչպես հայերը որոնք բարականերու պերումով Սուրիա գտնված են լավ հիմա մենք երբ որ ցեղասպանությունեն ազատեցանք Սուրիա հասանք ինչու որովհետեւ թրացի երկիր էր որովհետեւ աշխարհակության շարունակությունն էր Սուրիան Հայաստանի եթե այլ երկիր լար հոմբի երտայինք հայրու մեծ մաս արդեն ուրիշ դեր կացին Հունաստան կացին Կիպրոս կացին Բուլղարիա կացին Իրան կացին եւ այլն դոգոսնալ հալիպ եկավ բայց դարներու ընթացքին եւ դեղը կհաստատվից այդ դեղը պետք է լավ ուսումնասիրես բիդեսնես թե այդ դեղը ինչ բնակչություն ունի որ մեկ դարը դիրական է այդ դիրական դարի մտածող մարդիկը ով են ինչպիսի ծրագիրներ կհետաբնթեն ինչպես կզարգանա իրենց միտքը ինչ կուսուցանեն իրենց զավակներուն ինչպիսի բաներ գսեն երևութաբես եւ ինչպիսի բաներ կբահեն իրենց մեջ այնպես ինչպես հայաստանցին պետք է ռուսին հասկանա ռուս մտածող դարին հասկանա եւ ինքզին չխապե թե ինք հասկացած է արդեն որովհետեւ 200 տարի հարևանություն ունի նույն բardavորությունը պետք է ունենա Սուրիա հայը պետք է հասկանա իր շրջապատի մեջ գտնվող իսլամ մեծամասնությունը կամ այլ հատվածներ որ գտնվին այդտեղ բայց արդեն հասկանալու ժամանակը անցած է որովհետև այդ հասկանալը գրնա մեկը իրականացնել խաղաղ պայմաններու մեջ հիմա որ վտանգված է պայմանը վիճակը վտանգված է եւ նշան ցույց չի դար գայունանալու դակավին ինչ պիտի ուսումնասիրենք արդեն խաղաղ եղած adեն մենք կարողություն չունեցանք ուսումնասիրելու հիմա որ ահազամքի մեջ ենք եւ շփոթահար ենք եւ վախի մեջ ենք եւ անգազմագերբ ենք եւ տարբեր հոսանքներ գուկան կանցնին հիմա պիտի կարենանք գոմնորոշվի ոչ միայն հերանալ պետք է հանուն զավակներու այսինքն այս խաղաղ հարաբերապար խաղաղ ժամանակահատվածը օգտագործելու համար Սուրիայեր պետք է մտածեն իրենց ասկականներուն թիմեն իրենց ուժերուն վստահին իրենց բեդություններուն թիմեն եթե մարդիկ խորհին թե այս կամ այն բերության հետագա են հատկապես Հայաստանի պետք է թիմեն եւ պետք է քայլ առնեն Հայաստան երթալու հատկապես կամ ոյ այդեղ այդ նոր դեղ հաստատվելով կարելի է որոշել այլևս ինչ կարելի է անել